Բայց մենք հայտնվեցինք թուրք-ադրբեջանական ծուղակում։ Եթե քո սահմանադրության հարցում քեզ պարտադրում են, էլ ինչ ինքնիշխանության ու չզիջելու մասին է խոսքը։ Ադրբեջանը սկսենք նրանից, որ որևէ պայմանագիր ստորագրել չի պատրաստվում։ Փաշինյանը հաղթում է Հայաստանին, հայ ժողովրդին, այդպես կարող ձև։ Դիպուկ ձևակերպում տվեցիք, ցավոք սրտի նրա իշխանության պահպանման գինը Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերի դեմ պատերազմում հաղթելն է։ Իմ ունեցած ինֆորմացիայով իշխանության կուլիսներում շատ լուրջ է տարբերակը քննարկվում։ Որ միակողմանի ստորագրի։ Ես ինֆորմացիա ունեմ։ Խաղաղություն անուն էս պայմանագրի համար շատ ճոխ է ասված։ Սա կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ է։ Քայլ։ Սրանով ամեն ինչը սկսվում է, չի վերջանում։ Այո, Փաշինյանի իշխանությունը սարվով քաղաքական որբի կարգավիճակում է, չեն վիճի։ Դուք վստահ եք, որ մեր ժողովրդն ընդդիմությունը կարող են փոխել իշխանություն։ Բոլոր նախադրյալները դրա համար։ Եթե օրինակ ԿՊ-ն պարտվում է Գյումրիում, սա շատ կարևոր ազդակ կարող է լինել մեր հասարակության համար, որ ընտրությունների միջոցով կարելի է բան փոխել երկրում։ 70-30% է հարաբերակցությունը իօգուտ ընդդիմությանը։ Հայ հասարակությունը երեք փոթորկվեց ֆուտբոլային խայտառակ պարտությունից։ Մի կողմից դրական է, որ դեռ փոթորկվելու ներուժ կա, մյուս կողմից բացասական։ Նման փոթորկում չի նկատվում գոյաբանական հարցերի ու ռեալ պարտությունների ժամանակ։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր, արդյոք Հայաստանը կրկին պարտվում է Ադրբեջանին, այս անգամ դիվանագիտական ֆուտբոլում։ Եթե այո, ապա ինչպես փոխել մեր գլխավոր մարզչին։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյան, դեմ չեք, հենց նախաբանից էլ սկսենք, հա, մենք պարտվում ենք հիմա դիվանագիտական դաշտում եւ մարզչին փոխելու մասին էլ ընթացքում կխոսենք։ Դիվանագիտական դաշտում մենք պարտվում ենք 2018 թվականից սկսած։ Ուղղակի աղետաբեր պատերազմը 2 տարի հետո եղավ հեղափոխությունից, մենք դա չենք գիտակցում մինչև աղետաբեր պատերազմը, դրանից մի փուլ հետո էլ շոկի մեջ էր հասարակությունը, չէր գիտակցում, բայց 2018-ին մենք ունենք մի իշխանություն, եկավ մի իշխանություն, որի առաջին դեմքը տառապում էր, հիմա մեր հեռուստադիտողներից շատերի համար զարմանալի թվա, որտեղ տրամագծորեն այլ Նիկոլ Փաշինյանն են տեսնում, տառապում էր Տիգրան մեծ դառնալու մոլուցքով, հիշում եք, չէ՞, ոչ մի տիզականությունը, Ղարաբաղ Հայաստանը եւ վերջ։ Դաշնակցությունը ծախում էր ասում անկյունում, հա։ Այո, մի առիթով ասել են, որ նա ամենա գաղափարական դաշնակցականից ավելի ոչ մի տիզական էր այդ փուլում։ Հիշում եք Սևրի դաշնագրի ֆետիշացումը, հետո պարզվեց, որ միջնորդական եռյակի կողմից փաստաթուղթ է ներկայացված եղել, մեզ խաբել են, իսկ խաբել է Նիկոլ Փաշինյանը եւ մեր հասարակությանը տեղյակ չի պահել։ Հետո պարզվեց, որ ընդհանրապես միջնորդներին առամարել է եւ այլն եւ այլն։ Այսինքն նա մտածում էր, որ եթե կարողացել է այստեղ լուծել Սերժ Սարգսյանի հարցերը, կարող է ժողովրդավարական արևմուտքի աջակցությամբ լուծել նաև Ալիևի հարցերը եւ Տիգրան մեծի բարդույթով էր տառապում։ Իհարկե Տիգրան մեծի սրան վերգոտ շատ կարճ տևեց պատերազմից հետո, բայց եթե ոմանց թվում է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հավասարակշիռ է դարձել սխալվում են այդ մարդիկ, որտեվ պատերազմից հետո էլ հատկապես 2021-ի դեկտեմբերից հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ արկածախնդրությանը գնաց, ոչ պակաս վտանգավոր, դա երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն, այսինքն ռուսական ուղեցրից դուրս գալը եւ իրենց ներկայացմամբ դեպի արևմուտք գնալը, հա? Բայց մենք հայտնվեցինք թուրք-ադրբեջանական ծուղակում։ Հիմա սա պակաս արկածախնդրություն չի, այս շարունակական արկածախնդրության հետևանքով մենք ոչ միայն դիվանագիտությունն ենք ծախողել, դա նույնիսկ մեղմ կլիներ եւ շտկելի կլիներ։ Մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել Արցախի տեսքով, վախենամ են Հայաստանից օկուպացված տարածքների տեսքով։ Մենք ոչ մի զիջում էլ չենք արել, պարոն Սուրենյանց, ասում էր Նիկոլ Փաշինյանը 3 օր առաջ հանրայինի տաղավարում դարձել։ Այո, ասում էր դե ինձ օրինակ բերեք, որն ենք զիջում արել։ Ես գիտեմ, որ դուք հիմա մի կես ժամ օրինակներ կբերեք, բայց մարդը կես ժամ օրինակ բերել պետք չի, անուղղակիորեն խոստովանում է, որ Արցախը բեռ է եղել
մեր պետության ուսերի վրա։ Զիջում չի, այսինքն, իր կարծիքով։ Այսինքն դա զիջել ենք, որ անկախ դառնանք, ոնց որ Պապոյանը հայտարարում էր իր կուսակցական փոխ նախագահը եւ նախարարը, հա, կաբինետի, որ Արցախի կործանման օրը Հայաստանի անկախության օրը, հիշում եք, դա նման ինչ-որ գիտեք, ես երկու պարամետրով ուղղակի քարի վրա չեմ թողի, ընդհանրապես շատ հակիրճ իրենց պորոտախոսությունից, որ բան չենք զիջել, ավելի ինքնիշխան ենք դարձել։ Աշխարհում չեք գտնի որևէ երկիր, որը կապիտուլացված չէ, բայց որի ենթադրյալ նոր սահմանադրությունը պարտադրվում է թշնամու կողմից, սա մեկ։ Իսկ եթե քո սահմանադրության հարցում քեզ պարտադրում են, այն ինչ ինքնիշխանության ու չզիջելու մասին է խոսքը։ Ադրբեջանը պարտադրում է մեզ ընդունել սահմանադրություն։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը եւ նրա նախարար Սրփուհի Գալյանը, եթե ճիշտ եմ հիշում ազգանունը, անցած շաբաթվա ընթացքում հրապարակավ խոստովանել են։ Նիկոլ Փաշինյանը ասում է. տարածաշրջանային նշանակություն տի ունենա մեր սահմանադրությունը, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ տարածաշրջանի երկրներից մեկի շահերին պիտի համապատասխանի մեր սահմանադրությունը, իսկ Վրաստանն ու Իրանը մեր առաջնման պահանջ չեն դրել, ենթադրաբար այդ տարածաշրջանի երկրները պարզ են, Ռուսաստանն էլ չի դրել, եթե Ռուսաստանին համարենք։ Երկրորդը Ադրբեջանը որոշում է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երրորդ երկիր ներկայացված պիտի լինի, թե ոչ, այսինքն դու քո երկրի ներսում առնվազն Ադրբեջանի հետ սահմանի երկյանքով այլևս չես կարող, օրինակ դաշնակցային որևէ դաշնակից պետության զինված ուժեր ունենալ կամ ներկայություն։ Կասկած չունենաք, հարգելի արկադի, որ այս նախադեպը շուտով վերցնելու է եւ Հայաստանի արչեւ պահանջ է դնելու նման նաեւ Թուրքիան։ Այսինքն որ ռուսների սահմանից հանեն։ Բնականաբար։ Գիտեք, այստեղ չմոռանանք, այստեղ մի բան են ասում, իրենք ասում են, դե եթե ասում են հանեցիք, բայց եթե պայմանագիրը խախտի Ադրբեջանը, այսինքն հարձակվի, էլի, խաղաղության պայմանագիրը, թե ստորագրենք դեռ դու խախտի, մենք արդեն այդ ժամանակ մենք էլ իրավունք կունենանք, մենք էլ խախտելու, բերելու այդ ուժերին։ Այսպեսի բան ասում իշխանությունը։ Նախ Ադրբեջանը սկսենք նրանից, որ որևէ պայմանագիր ստորագրել չի էլ պատրաստվում։ Բայց հնդածս առանց պարտավորությունների տակ մտնելու արդեն ստիպել է մի շարք պարտավորություններ կատարել, սա մեկ։ Երկրորդը ես չեմ տեսնում նման քաղաքականության պարագայում, որն իրականացվում է Փաշինյանի կողմից, որ որևէ երկիր շահ ունի մեզ պաշտպանելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից։ Թուրքիան ագրեսիայի է ուզում, այն որ ասում եք ինքն էլ կշարունակի զուգահեռ նախադեպը կվերցնի։ Ինքը ագրեսիայի ուղղակի չի դիմի Հայաստանի դեմ, դա արվում է Ադրբեջանի ձեռքով։ Անկարայից մենք միշտ լսում ենք քաջալերանքի հայտարարություններ ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը, սա այնքան բացահայտ է։ Նոր էլ ձեր տաղավար մտնելուց առաջ հերթական անգամ նախագահի գրասենյակից Թուրքիայի հաղորդագրություն էին տարածել, որ առայժմ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող։ Իսկ սա այնքան պարզ ակնհայտ է, որ նույնիսկ իշխանական այդ խոսող տակ գլուխները չեն կարողանում հակարգումենտ որևէ բերել։ Այսինքն ակնհայտորեն Հայաստանի բնական դաշնակիցներ կարող էին լինել այս պարագայում Ռուսաստանը եւ Իրանը։ Չասեմ ինչ վիճակում են գտնվում հայ-ռուսական հարաբերությունները, դրանց մասին մենք շատ երկար խոսել ենք։ Իրանի հետ հարաբերություններն էլ թվացial լավ են, բայց այդտեղ էլ բազմաթիվ խոչընդոտներ կան, որովհետև Հայաստանի իշխանության քաղաքականությունը վստահաբար մեծ վստահություն չի կարող ծնել Թեհրանում։ Այդ արևմուտքի հետ կապված սիրախաղերը։ Հետևաբար ձեր հարցը միանգամայն լեգիտիմ է, գլխավոր մարշին ոչ թե փոխել է պետք, այլ թերևս պատասխանատվության ենթարկել է պետք։ Եթե ֆուտբոլում խոսքը մարզական ցուցանիշների մասին է, էլի շատ կարևոր, բայց կարող ենք մենք
բարոյական նախատինքով կամ պաշտոնակություններով ուղղակի սահմանափակվել, այս պարագայում մենք ինչ-որ մեկի ձախողման հետևանքով, հա, հայրենիք ենք կորցրել։ Երկիր ենք պարտվում, ինքը Փաշինյանը հաղթում է Հայաստանին, հայ ժողովրդին, այդպես կարող ձև։ Դիպուկ ձևակերպում տվեցիք, ցավոք սրտի նրա իշխանության պահպանման գինը Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերի դեմ պատերազմում հաղթելն է։ Բա ի՞նչ է տեղ ունում, շատ դիպուկ է գնահատում։ Եթե մարզիչը խաղում է ոչ մեր կողմից, եթե դա տերմինոլոգիան նա որ մարզիչը օրինակ ամենաթույլ թիմը մտցնի խաղում իր ձեռքի տակ եղած թիմերից ամենաթույլը, հա, ամենաթույլ խաղացողներով կազմի այդ օրվա հայտացուցակ։ Ասի գոլեր մի խփեք, որտեվ այն օրը ասում էր այդ 240 կիլոմետրը մոռացեք, որ մենք բանով ենք հետ բերելու, զենքով ենք հետ բերելու, դա պայմանագրով է սահմանազատման։ Այո, զենքով անկարելի է պատկերացնել այս պահին հետ բերելը։ Նման այդ արտահայտությունը շարունակական կրկնելը կներեք, բայց անմեղսունակության դրսևորում է, որտեվ ես չեմ տեսնում այլ եղանակներով էլ, որ իրենք փորձում են այդ բերել։ Սահմանազատումը կլինի, տեղը կընկնի։ Սահմանազատում գոյություն չունի։ Մենք մի հատվածում ենք նման բան տեսել, դա սահմանազատում չէր, Ալիևը շատ դիպուկ է, չէ՞, ձևակերպել մենախոսություն։ Հիշում եք այդ Տաուշի գործընթացին նա տվեց այդ գնահատականը, ես շատ կխնդրեի, ես շատ կուզենայի, որ իշխանության որևէ ներկայացուցիչ այլ գնահատական կարողանար տալ։ Այդպես էլ կշարունակվի, այսինքն այդ process։ Դուք կարծում եք, որ դելիմիտացիան, դեմարկացիան այդ գործընթացը ավելի շուտ, որը հյուսիսից հարավ տրամաբանությամբ է անցկացվելու էլի Ադրբեջանի ցանկությամբ կամ պարտադրանքով, բերելու է Հայաստանի Հանրապետության 208 1000 քառակուսի կիլոմետր տարածքի դեօկուպացիան, իհարկե ոչ։ Ի սկզբանե ենք ասել, որ դելիմիտացիա եւ դեմարկացիայի այդ կանոնակարգը, որ հաստատվեց, դրա հիմքում քարտեզ չկա։ Ինչքան կարելի է հասարակությանը խաբել, Ալմատին ներկայացնել որպես քարտեզ, երբ որ այդ հռչակագիրը որևէ քարտեզային նկարագիր չունի, ու այդ խնդիրը չի էլ ունեցել այդ հռչակագիրը։ Այդ հռչակագրով ձևակերպվել է Խորհրդային Միության խաղաղ ապահարզանը եւ ԱՊՀ-ի ստեղծումը։ Ընդհանրապես նշանակել սրանով սահմանազատվեք։ Իհարկե չի նշանակել։ Ավելին ասեմ, օրինակ Ղրղստանը եւ Տաջիկստանը սահմանազատում են վերջացրեցին։ Որևէ խոսք նրանց այդ գործընթացում չկա Ալմատի հռչակագրի մասին։ Եթե ես հիմա սխալ պնդում կանեմ, թող ագնեն հերքի ինձ կամ վարչապետի աշխատակազմը հայ-վրացական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում նույնպես որևէ հեղում չկա Ալմատի հռչակագրի։ Որը արդեն 30 քանի տարի է Ալմատի հռչակագրի մասին թերևս միայն Փաշինյանն է հիշում։ Նա բերեց դա դաշտ, չէ, նա դա չբերեց, նա բերեցին ուրեմն եվրոպական կուրատորները իր Միշելի եւ Մակրոնի գլխավորությամբ, դա էլ շատ կոնկրետ նպատակով է բերվել, դա էլ ասեմ, դա պատահականություն չէր, դա տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Իրենք քանի որ այդ Ալմատին թմկարելով նաեւ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու բան ունեին, ցանկություն ունեին, այդ Ալմատին շատ իրանց ձեռնտու էր, որպեսզի դրանով նաև Ռուսաստանի գործողությունները դատապարտեն Ուկրաինայի հանդեպ, այդպես դա ծնվեց այդ Ալմատի։ Լավ էս պարագան վերադառնալով պայմանագիրը խաղաղության, ձեր գնահատմամբ նա խաղաղության մասին է արդյոք, եթե խաղաղության մասին չապա ինչի մասին է, որովհետև տարբեր ձևակերպումներ կան կապիտուլյացիայից մինչև Հայաստանի մահվան վկայական անգամ ընչեց։ Եվ ինչու է շտապում Փաշինյանը ստորագրել, անգամ իհարկե հումորով ասած միակողմանի ստորագրման մասին, չգիտեմ հումոր էր թե չէ։ Հումոր չէ։ Եվ հա, եթե Բաքուն բա ինչի չի ստորագրում, եթե այդքան ձեռնտու է իրենց։ Նախ սկսենք դրանից, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը երկու բանի մասին էր։ Այդ ամբողջ 50 րոպեեր ինչ էր այդ հարցազրույցը, ես շատ ու շատ իր բնականաբար դիտել եմ։ Երկու թեզ կար, որը շրջանառու դարձրեց Փաշինյանը, որտեղ հետո կարծում եմ փորձելու է դրանցից օգտվել։ Թեև ասեց, որ սահմանադրությունը 2027-ին է լինելու,
բայց ասես մեր թիմում Կարծիքներ զայներ կան, որ դա ճիշտ կլինի մեկտեղել 2026-ի։ Սա ընդունենք, որ արդեն ձևակերպված դիրքորոշում էր իր կողմից, ոչ թե թիմի, փորձելու ամեն կերպով փոխելով օրենսդրությունը, որտեղ հիմա օրենսդրությունը թույլ չի տալիս ընտրություններն ու հարակվեն մեկտեղել, բայց ինքը կփորձի դա հորով մորով անել, այսպես կոչված, դա ուսապարկերը կսեղմեն կոճակները եւ օրենսդրական փոփոխություն կանեն, մեկը դա էր եւ երկրորդ բանը, որ նա ակնարկեց, նոր ձեր հարցի մեջ կարծեմ կար։ Միակողմանի մասին եք ասում։ Հա, իհարկե, երկրորդը հենց դա էր։ Նա հիմա իմ ունեցած ինֆորմացիայով իշխանության կուլիսներում շատ լուրջ է տարբերակը քննարկվում։ Որ միակողմանի ստորագրի։ Ես ինֆորմացիա ունեմ, որ անվտանգության խորհրդի 2-3 նիստ է այս օրերին տեղի ունեցել այդ օրակարգով, որ Հայաստանը միակողմանի ստորագրի այդ պայմանագիրը, նա պրակտիկայից չեմ հիշում աշխարհում։ Դե ինքն էլ չէր հիշում, ասում հանձնարարել է դա էր ասում, գնանք գտնենք։ Պոզիտիվ տրամաբանությամբ էր խոսում։ Եթե հանձնարարություն տվել է, ուրեմն ես առավել եւս ճիշտ եմ։ Հանձնարարություն տվել է, որ պարզի նման նախադեպ կա, թե ոչ։ Ուրեմն տեսեք, դա շատ ավելի վտանգավոր բան կլինի, որտեղ կլինի միակողմանի պարտավորությունների ստանձնում։ Հիմա Աշխարհը չի ասի Ադրբեջան տեսեք Երևանը ստորագրեց դու էլ ստորագրիր բան։ Այս որ դիվանագիտական շոուն կազմակերպեցին, էլի ապտակ ստացավ Փաշինյանը։ Մի կին, որի պաշտոնավարմանը մնացել է մի քանի շաբաթ դերևս, Բերբոկի մասին է խոսքը, սա այդ կոալիցիան պարտվել է, գիտեք եւ այլն, այսինքն հերացող պաշտոնյաները մի քիչ ավելի անկեղծ եւ անկաշկանդ են լինում իրենց հայտարարությունների մեջ, գիտեք թե ինչու։ Այս կինը շատ պարզ բացատրեց, որ Հայաստանն է գնացել միակողմանի փոխզիջումների, հա։ Խիզախ, այո։ Հետևաբար ամեն ինչ ասված էր, այսինքն նույնիսկ այս Երևանի պաշտոնական Երևանը բոլոր դիվանագիտական խողովակներով այնպես էր արել, որ այդ արձագանքները ստացվեն։ Մի կողմից, որ մեր հասարակությանը հույսի վաճառականի պես վաճառեն, որ տեսեք ինչ խիզախել ենք, ինչ կարևոր փաստաթուղթ ենք բերել։ Մյուս կողմից, որպեսզի դա ճնշում դիտվի Ադրբեջանի վրա։ Բայց եթե դուք կարծում եք, որ այդ խրախուսանքի խոսքերը տարբեր մայրաքաղաքներից հնչած պիտի Ադրբեջանին ինչ-որ զսպեն կամ բան անեն, որևէ նշանակություն Ադրբեջանի վրա չեն ունենալու։ Ինչի մասին է պայմանագիր, եթե կարճ ձևակերպ։ Կարող մեկ նախադասությամբ ձևակերպել։ Անունը խաղաղության։ Գովերքում են մի բան, որը չեն հրապարակում։ Դե ընդհանուր կետերն ասում են միմյանց տարածքային ամբողջական։ Հա, հասկացանք, բայց սատանան նախմիշտ մանրուքների մեջ է։ Մեկ, երկրորդ էս պայմանագիրը ոչ մի բանի մասին է։ Բացատրեմ ինչի։ Խաղաղության, հաստատ խաղաղություն անուն էս պայմանագրի համար շատ ճոխ ասված ու չի կարող այդ անունը կրել, որովհետև եթե դու փաստաթուղթ ես ստորագրում, որը չի երաշխավորում ռազմագերիների վերադարձը Հայաստան, եւ չի երաշխավորում Հայաստանի ապաշրջափակումը, դե այդ հարցը հանված է պայմանագրից։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես։ Այսինքն պատերազմը սա ավելի մոտեցնում, չէ՞, սա կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ է։ Քայլ։ Սրանով ամեն ինչը սկսվում է, չի վերջանում։ Իրական կապիտուլյացիա։ Այո, որտեվ տեսեք այդ պայմանագրից դուրս 17 կետ է, չէ՞ տեղ։ Հիմա եթե մեր հաղորդման ժամանակը թույլ տար, մենք կարող ենք հարակից եւ եւս 17 պահանջ նշել Ադրբեջանի։ Օրինակ ռազմական եւ այլն, հա, սպառազինության Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում, սպառազինվելու սահմանափակումներ, բանը այդ երրորդ երկրներից դուրս անը 17 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը Միջանցքը, այսինքն որ հիմա մենք չալ արեք, արդեն 7-8-ը նշեցինք։ Նոր պայմանագրի տեքստ։ Այո, այսինքն այս խաղաղության պայմանագրով, ընդհակառակը այսպես կոչված խաղաղության պայմանագրով, որտեղ տպավորություն չստեղծվի, որ ես խաղաղությանը դեմ եմ։ Ես այն եզակի գործիչներից եմ, որ միշտ փոխզիջումների կողմնակից եմ եղել միջև 44 օրյա պատերազմ։ Բայց ոչ զիջումների, չէ, բայց ոչ միակողմանի զիջումների, ոչ նվաստացման, ոչ կզելուն կներեք, այսինքն արժանապատիվ խաղաղության օրակարգի ջատագով եմ ես եղել։ Հիմա դուք
Շատ հետաքրքիր հարց տվեցիք, ասացիք, բայ եթե Ադրբեջանի համար այդքան լավ է, ինչի չի ստորագրում։ Տրամաբանություն։ Ստեղ կա շատ հստակ պատասխան։ Բաքուն կամ Ալիևը կարծում է, որ ինքը առավելագույնը կորզելու շանս ունի Հայաստանից։ Մի շատ պարզ հաշվարկ ունի Ադրբեջանի նախագահը։ Այդ պարզ։ Մերձավոր Արևելքը ցավոք սրտի չի խաղաղվում։ Ցավոք սրտի այնքան էլ ակնհայտ չէ, որ իրանական խնդիրը լուծվելու է դիվանագիտական ճանապարհով։ Հենց Թրամփի հայտարարությունները այս հարցում բավականին հակասական են։ Մի կողմից նա խաղաղության օրակարգը առաջի պլան է բերում բոլոր հարցերում, մյուս կողմից Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն է իրականացնում, ինչի մասին այսօր Երևան ժամանող առողջին բազմաթիվ անգամներ ասել է։ Մի կողմից նա խոսում է խաղաղության անհրաժեշտության եւ իրանական խնդիրը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից մենք գիտենք, որ Վաշինգտոնում շատ ուժեղ է իսրայելական լոբին, իսկ Նեթանյահուի կառավարությունը փափագ ունի Միացյալ Նահանգներին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Այս ամեն ինչը ռիսկեր է ծնում, չեմ ասում 100%-անոց կանխատեսում, բայց մեծ ռիսկեր է ծնում, որ Իրանի շուրջ կարող են նաև դրամատիկ ռազմական զարգացումներ լինել, ինչը անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը Արևմուտքի, Իսրայելի, Միացյալ Նահանգների համար, այս պարագայում Ադրբեջանը կրկնակի ֆորպոստ է դառնալու Արևմուտքի եւ Իսրայելի համար։ Մի կողմից դասական առումով օգտագործվելու է նրա տարածքը լոգիստիկ նպատակներով, մյուս կողմից Իրանում ապրող բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնքը 5-րդ Շարասյան դերակատարություն է կատարելու։ Եվ այս ամենը կօգնի Հայաստանից բան կորզել, հա։ Իհարկե, գինը վճարելու է նաև Հայաստանը։ Ալիևը հենց այս հաշվարկով չի շտապում, ձեր հարցին էի պատասխանում, դրա համար։ Ահա։ Հա, պայմանագիր դեռ չստորագրեմ, մինչև տեսնենք ինչ։ Հա, իհարկե, եթե կարելի առավելագույնը կորզել։ Օրինակ Միջանցքը, օրինակ այդ փախստականների վերադարձը տարբեր ձևակերպումների կամ դիվանագիտական նարդերի ներքո։ Օրինակ սահմանադրության անվերապահ փոփոխությունը եւ Հայաստանի վերաճումը ադրբեջանական ենթապետության։ Սրանք հարցեր են, որոնք Ալիևը մտածում է, որ կարող է լուծել։ Դրա համար էլ թեև այդ խաղաղության պայմանագիր կոչվածը վերջնականապես համաձայնեցվել է փաստաթղթային մակարդակով, բայց անդադ մենք Բաքվից լսում ենք նոր պահանջներ։ Եթե ԱԳՆ-ն խոսում է Մինսկի խմբի լուծարման եւ սահմանադրության փոփոխության մասին, Հաջիևը, որը Ալիևի կաբինետում ավելի ազդեցիկ պաշտոնյա է թերևս, քան Բայրամովը, ավելի հեռուն է գնում։ Նա խոսում է Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ Հայաստանի համագործակցության անհրաժեշտության, այսինքն նոր գործիչների Բաքվին հանձնելու կարևորության մասին, հա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս անսպար պահանջները չեն վերանում։ Սրանց մի մասի իրականացման Ադրբեջանը իսկապես ձգտում է, մյուս մասը որպես պատրվակ է օգտագործում, ինչ-որ բան ձգձգելու Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Պարոն Սիմոնյան, եկեք ավարտենք գլխավոր մասչի հեռացումով էլի։ Տեսեք, տեսակետ կա տարածված, այստեղ էլ է հնչել տաղավար, որ հիմա աշխարհակաղակական պատուհան կա Փաշինյանին հեռացնելու համար, որ հաշվի առնելով դրսում դիրքերը թուլացել են, դուրսն էլ խառն է դեռ, հա, Մոսկվա, Վաշինգտոն եւ այլ բաներ։ Կա նման բան։ Գիտեք, միշտ մեր քաղաքական համակարգի մեջ մոտ մոլորություն ա եղել, որ անպայման դրսի աջակցությամբ պիտի Փաշինյանը հեռանա կամ միայն դրսի աջակցությամբ նա կարող է պահպանվել։ Դա այնքան էլ այդպես չի։ Իսկապես իր քաղաքական հայրերին գլոբալիստական արևմուտքի, իդեմս գլոբալիստական արևմուտքի Փաշինյան աստիճանաբար կորցնում է, հա։ Չկա էլ Միշելը անհասանելի են, օրինակ այդ պետքարտուղարը նախքին
Բլինքենը, հա, Փաշինյանի համար շուտով թերևս նույն ճակատագրին արժանանալու է Մակրոնը, բայց մենք մի բան պետք է, այո, Փաշինյանի իշխանությունը սարվով քաղաքական որբի կարգավիճակում է, չեմ վիճի։ Բայց այդ աշխարհաքաղաքական զարգացումները նույնիսկ եթե դրանց գործոնը շատ կարևորում ենք, մեր ներքին փոփոխությունների համար բարենպաստ կարող է լինել մի պարագայում։ Առաջին փոխողը, առաջին սուբյեկտը, որպեսզի ցանկանա իր մոտ իշխանություն փոխել եւ պայքարի դրա համար, դա մեր ժողովուրդն է, մեր ընդդիմությունը։ Դուք վստահ եք, որ մեր ժողովուրդն ու ընդդիմությունը կարող են փոխել իշխանություն։ Բոլոր նախադրյալները դրա համար կա։ Այո, վստահ եմ, աշխարհը չի կարող հաշվի չնստել այդ փոփոխության հետ։ Իհարկե, շատերին Նիկոլ Փաշինյանը որպես գրիչ է պետք ինչ-որ բան ստորագրելու կամ իր սկսածը ավարտելու համար, ես սա չեմ վիճում։ Բայց մյուս կողմից այդ արտաքին պարտներներն էլ հասկանում են, որ եթե նույնիսկ Հայաստանում լինի իշխանապողություն, այնպես չի, որ գալու է մի արկածախնդիր եւ իր շրջանը զյուր անի։ Դա էլ չի լինելու, մենք հասկանում ենք, որ մեր երկիրը այսօր այդ պոտենցիալը չունի։ Ուղղակի նոր սխալներից գոնե մեզ կապ ավագ։ Հողը կա, այսինքն իշխանապողության։ Իհարկե, այստեղ խնդիրը նոր որակին դիմության ստեղծումն է, հավատացնում եմ ձեզ։ Հավատացնում եմ։ Գուցե Գյումրին օգնի նոր որակին դիմության ձևավորման, այո։ Գուցե։ Հա, այդ Գյումրիի համապետական նշանակությանը դուք եք հավատում։ Իհարկե, Գյումրիի ընտրությունները ավտոմատ չի բերելու իշխանության փոփոխության երկրում։ Հասկանալի է, Դա ամեն դեպքում դա թիմ է։ Բայց Բայց դա տրիգեր կարող է դառնալ ավելի մեծ փոփոխությունների ճանապարհին կամ այդ փոփոխությունների համար։ Դա կարող է լինել։ Մոդել նաև, հա։ Իհարկե։ Օրինակ։ Իհարկե։ Օրինակ հիմա տեսեք, այնտեղ կարող են փորձարկվել Ա որակապես նոր ընդդիմության ձևավորման գաղափարը կարող է փորձարկվել։ Սա մեկ։ Այնտեղ կարող է փորձարկվել, ուրեմն սա մեկ ֆիքսեցինք։ Այնտեղ կարող են փորձարկվել ներընդդիմադիր ինչ-որ կոալիցիաների կամ կոնսենսուսի հնարավորություն երկու։ Եվ երրորդը, եթե օրինակ ԿՊ-ն պարտվում է Գյումրիում, սա շատ կարևոր ազդակ կարող է լինել մեր հասարակության համար, որ ընտրությունների միջոցով կարելի է բան փոխել երկրում։ Երևանը չեղավ, ճիշտ ասած։ Երևանը եղավ, չտվեց այդ քաղաքական անաստակողություն եղավ։ Հասարակությունը գնացել էր, եկեք հասարակության այս հարցում ընդհանրապես չմեղադրենք։ Ավելի շատ հավաքանու մանդատ տվել էր ընդդիմությանը, քան ԿՊ-ին։ Եկոս այդ ավելի շատը մեկ ձայնով էր։ Ցավոք սրտի Երևանում չստացվեց այն ընդդիմադիր կոնսենսուսը, ինչի մասին ասում եմ, որտեղ իշխանությունը քաղաքական անասնագողություն արեց։ Գիտեք, այդ չանդրադառնանք էլ այդ։ Գյումրիում այդ ռիսկերը կան։ Գիտեք, օրինակ Գյումրին, այդ իմաստով Երևանը իմ համար դաս է եղել։ Մենք գիտեք, որպես դեմոկրատական այլընտրանք կուսակցություն, մենք բազմաթիվ տեղական ընտրությունների հաջողությամբ մասնակցելու փորձ ունենք, բայց ես որևէ տեղական ընտրության միջև Երևանը տեղի ունեցած, այդքան բծախնդիր համամասնական տեղական ընտրությունում համամասնական ցուցակին այդքան բծախնդիր չեմ ծանոթացել։ Գյումրիում առանց չափազանցության ես մեր 23 հոգանոց ցուցակի բոլոր տեխնացուների հետ անձամբ եմ հանդիպել, այսինքն ձեր հարցին եմ պատասխանում, մեր մասով գոնե ես աշխատել եմ այնպիսի տեխնացուների ընտրել, որոնք անասնագողության օբյեկտ չդառնան։ Իսկ այդպիսի ուժեր, չեմ ասում անընդվեք, այլ ուժերում տեսնում եք նման կասկածելի հավանականություն։ Ուզում եմ վստահություն ունենալ, որ ընդդիմադիր այլ կուսակցությունները նույն բծախնդրությամբ են մոտեցել այդ գործին։ Այս պահին Գյումրիում առնվազն 6 կուսակցության կամ դաշինքի մասով վստահ եմ, որ տնային աշխատանքը ճիշտ է կատարված։ Մյուս 3-ի անունը չեմ տալիս, որ ԿՊ-ն դեղակնայտորեն իշխանություն է, Եվրոդաշինքը ես ընդդիմադիր չեմ համարում, հետևաբար նրանց ցուցակը ինձ չի հետաքրքրում, որտեղ նրանք հենց երևանյան մոդելը ապահովելու համար են, երկիշ կա մեկ էլ Վայտոնով հայտնի ավելի շուտ ես նույնիսկ անուն ազգանունը դժվարանում եմ հիշել, Արտյոմ Թովմասյան, եթե Թումանյան։
այդ ֆայտոնի հերոսը մի խոսքով նրան էլ ես չեմ համարում եմ իշխանական դաշտում գործով, որովհետև նա այն անձնավորությունն է, եթե մեզ գյումրեցիներն են լսում միայն ուրախ կլինեմ, որի կեղծ ամբաստանության հիմքով կալանավորվեց, ապա բարոյական կտանքների հետևանքով դատարանում մահացավ մեր կողմից շատ հարգված Արմեն Գրիգորյանը ռեժիսոր, այդպիսի մարդու ես չեմ կարող համարել ընդդիմություն, Արտյոմ Թումանյանին էլ։ Պարոն, լավ, այդ ում որ համարում եք վերջին հարցը, ենթադրենք մարտի 30-ն անցել է, այս պահի ձեր ունեցած տվյալներով, չգիտեմ, սոցիոլոգիայով, դիտարկումներով եւ այլն, գոնե այսինքն ընդդիմությունը միասին վերջած կունենա այն ներկայությունը, որ կոալիցիա կազմելով ընտրի քաղաք, այսինքն հաղթի ԿՊ-ին կարճ ասած։ Ես ուղիղ ձեզ ասեմ 70-30% է հարաբերակցությունը իօգուտ ընդդիմությունը։ Հավաքական։ Այո, հասկացա ձեր հարցի ենթատեքստը, այդ բալանսը 70-30 է կազմելու։ Այստեղ միակ խնդիրն է նա, որ ընդդիմադիր այդ 6 ուժերը կամ նրանցից այն ուժերը, որ կանցնեն հավաքանի, իսկ առնվազն 4-ը 5-ը մեծ հավանականություն են անցնելու, իսկապես կոնսենսուսի գան այն հարցում, որ ամենաանցողիկ տեխնացուին են պաշտպանելու քաղաքապետի ընտրության ժամանակ հավաքանու նիստում եւ որևէ ձևով չեն գործակցելու ԿՊ-ի հետ։ Այսինքն ինչպես Սերժ Սարգսյանն եւ հանրապետականներն են սիրում կրկնել, պայքարում են ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության համար։ Ես տաղավարում շատ են ասել այդ մասին։ Ես եթե միայն մեր կուսակցության անցողիկությունը ապահովելու հարցը կամ բարձր տոկոսներ ստանալու հարցը լիներ Գյումրիում, իմ գրաֆիկի ամբողջ օրը հաստատ հայրաքաղաքում չէի անցկացնի, որտեղ այդ խնդիրը առանց ինձ էլ կլուծվեր։ Հիմա ես իմ գրաֆիկի 90%-ը Գյումրիում եմ, մեկ ամիսա գրեթե գյումրեցի եմ, կամ ավելի պատկերավոր ասած, մեկ նպատակով։ Մեր կուսակցության ստրատեգիական նպատակը ԿՊ-ին Գյումրիում պարտության մատնելն է, անկախ մեր ցուցանիշից։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։